Բարերեկո, արգելի ազգ, ժողովուրդ բնակչություն։ Մի րոպե մի հատ թեմա կա, բացենք ու խոսենք։ Նախ ինչու այդ գործակալների մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հենց Իրանում եւ ինչու անուններ չհրապարակեց, որպեսզի բոլորին հասկանալի լինի։ Այդ գործակալները այսօրվա իշխանության մեջ են, թե նախորդ իշխանություններից են եղել։ Շնորհակալություն։ Տեսեք, 10 ամիսների ընթացքում են ինչ-որ ասել է, չկրկնեմ ամեն անգամ, ասել, որ ինչ խոստացել, ինչ ասել է, հակառակն է։ Չխոսամ նրա մասին, որ ցուկը եկավ սիրտը բաց արեց իր առաջ, երբ որ պատգամավոր էր։ Եվ ինքը այնտեղ ելույթում ուղիղ ասաց պատգամավոր ժամանակ։ Ասաց, որ Ցկան սպանության հետքերը բերում են այժմ 10 ամիսը նա այսպես ասած իր ասացով առաջի դեմքը սահմանադրության երկրորդ այս պարագայում 10 ամիս անց ինչու մենք ցկան սպանությունից մի լուր չունենք չէ՞ որ մարդը իր սիրուն աչքերի համար սովեց ավելի մանրամասն 10 հաղորդում պետք որ ասեմ, ավելի մանրամասն։ Կարծեմ Իսրայելը, եթե դա Ալեքսանյանի ըստ ձկան ներկայացման Ալեքսանյանի աչ սերտն է եղել տարիներ շարունակ։ Սամվել Ալեքսանյանը։ Ինչից է։ Հիմա ձեր հարցին պատասխանեն գործակալներ շատ հետաքրքիր թեմա են բացանում։ 2-3 օր արդեն անցել է Տիկին Լարիսայի հայտարարությունից, որ ինքը Փաշինյանի այսպես կոչված հեղափոխությունը օգնել է։ Ոնց կարող է օգնել, իհարկե չի ասում, որ ես գնացի Տերյան Սայաթովա փողոցում պարկեցի, ճանապարհ փակեցի։ Նրա օգնությունը կարող է պատկերացնել, որտեղ հետագայում գազեն գումարն է, որ Տիկին Լարիսյան փոխանցել է, որոնք գումարով օգնել հեղափոխության։ Այսինքն ինքը մաս ունի այդ հեղափոխության հանգստացի։ Ինքը մաս ունի այդ հեղափոխությունից։ Եթե մաս ունի հեղափոխությունից ֆինանսավորելը, ուրեմն Նիկոլ Փաշինյանը պետք է սկսի գործակալական բացահայտման աշխատանքները իրենից։ Թող պատմի հանրությանը, ինչ կապ ունի Տիկին Լարիսայի հետ։ Երբ որ կպատմի հանրությանը, ես կգամ ձեզ կասեմ, գործակալական կապ է, թե ոչ։ Երբ որ ինքը կպատմի։ Իսկ հետո թողասի մնացածներին, Սանասյան Դավիթին, օրինակ, այն Սանասյան Դավիթին, որը չեմ անում որ կառույցի, դրսի կառույցի դրդմամբ, Ռուսաստանի դրոշը այրում էր Ռուսաստանի դեսպանության դիմաց։ Այն ժամանակ ժառանգության կուսակցության անդամներ չէ՞ գալիս։ Ես չեմ, չէ, նա սկզբից մի քանի ուրիշի դրսի անդամներ, հետո ժառանգության։ Ուրեմն մի րոպե նախ մի հատ նորից բացեմ։ Նախ ինչու այդ գործակալների մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հենց Իրանում եւ ինչու անուններ չհրապարակեց, որպեսզի բոլորին հասկանալի լինի։ Այդ գործակալները այսօրվա իշխանության մեջ են, թե նախորդ իշխանություններից են եղել։ Շնորհակալություն։ Հիմա տեսեք։ Սկսենք սրա process-ի բացահայտումը։ Տեսեք, հրավիրված էր ասուլիս, հա, Գուրգեն Եղիազարյանի մասնակցությամբ լրատվական համակարգը
ցանկանում է ճշտել, թե Նիկոլ Փաշօղլու կողմից Պարսկաստանում հայտարարած, թե համակարգում գոյություն ունեն գործակալներ, հա, որոնք գործում են, եւ դրա շրջանակներում հարցապատասխանի շրջանակներում ցանկանում են լրատվական կոչված երևույթները բնականաբար ծրագրված, ուղղորդված, հարցաշարը կազմած ցանկանում են պարզել, թե իրականում ովքեր են գործակալները։ Հիմա խնդիր է առաջացնում։ Նշված հարցադրումները, ինչպես նաև լրատվականի կողմից հրավիրված Գուրգենչիկ Եղիազարյանի։ Նախ, բացատրեմ ինչու։ Գուրգենչիկ Եղիազարյանը ազգային անվտանգության տնօրենն է, գլխավոր դատախազն է, հա? Հատուկ քննչականի պետն է, քննչական կոմիտեի նախագահն է, ով է։ Վարչապետը խոսում է, ասում է, կանչում են Գուրգենչիկ Եղիազարյանին։ Ինչ տարօրինակ չի ձեզ համար։ Նախ ասեմ ձեզ, որ նախկին ազգային անվտանգության, նախկին ոստիկանության, հա, նախկին համակարգերի աշխատակիցներ գոյություն չունեն։ Բոլորն էլ նույն համակարգի աշխատակիցներն են։ Հիմա բայց հարցը առաջանում, ինչու Գուրգենչիկ Եղիազարյանին։ Փոստիկյանի պահով Գուրգենչիկ Եղիազարյանին են բերում հարցադրումների, հարցաշարի պատասխան։ Նիկոլ Փաշօղլու վրա ժամանակին, որ Նիկոլը մեր բանման, հետո դուրս եկավ ասում է դեմ եմ դրան։ Կոռուպցիան մեր այսպես ասված Հայաստանում է բան, Հովիկ Աբրահամյանի պես կարգին տղա չկա։ Մի քիչ տարօրինակ չի, մի մարդու են բերում, որ մեկը մեկ սենց է խոսում, մեկը նենց է խոսում, մեկ ոնց որ ասած պաշտպան է կանգնում, մեկ հորդորում է, որ օ Նիկոլի վայլ, Սերժը այսպես է, Սերժը այնպես, հետո սկսում է Սերժի համակարգը գովաբանել, Ռոբիկը այսպես է, այնպես, հետո սկսում է Ռոբիկ Քոչարյանին ասել սենց չի նենց, հա, հետո մի քիչ տարօրինակ չի լավ։ Հետո ի վերջո լավ։ Գուրգենչիկ Եղիազարյանն ով է։ Ազգային անվտանգության տնօրենն է, կոնկրետ փաստով ենք խոսում, ճիշտ է, ես ու ինձնից չեմ ինչ-որ ստեղծագործում, կոնկրետ փաստի շուրջ եմ խոսում։ Լավ, ազգային անվտանգության տնօրենը չի։ Ինչու են այս Գուրգենչիկ Եղիազարյանին կանչում ասուլիսին։ Տեսեք, այսօրվա վրա կոնկրետ դատա գնում, կոնկրետ փաստով եմ խոսում։ Փաշօղլու դեմ, Փաշօղլու համակարգերի ամբողջ կույսակցությունների դեմ, Խերժի համակարգի դեմ, Ռոբիկ Քոչարյանի ինքը Ռաուֆ Սեյդօղլու, Քորլևոնի եւ իրենց բոլոր համակարգերի դեմ որպես պետական դավաճաններ, միջազգային հանցագործներ, թրքաջհուդական գործակալներ։ Ինչին այդ լրատվական չի գալիս։ Գա լուսաբանի, այսինքն հարցաշարի, հարցադրումների միջոցով պարզի։ Էս ինչ է կատարվում։ Տարուց ավել է Սասնա ծռերի վերաբերյալ դատական process-ը տանում են փակա։ Ավետիսյանի ընտանիքի նկատմամբ իրականացված ցեղասպանության վերաբերյալ դատական process-ը տարա փակա։ Հայոց պահանջատիրության բոլոր խնդիրների ցեղասպանության ճանաչման, Արցախի ճանաչման, Արցախը որպես Հայաստանի վարչատարածքային միավոր Կարսի Մոսկվայի պայմանագրերի 88 թվականի Սումգայիթ Բաքվի այնտեղ տարածքների վերադարձի խնդրով առարկայի 4 պայթունի, որը ներկայացվեց որպես երկրաշար նյութական բարոյական եւ մարտի 1-ի հարցով, որը մտել է միջազգային դատարան, բոլոր համակարգերով միջազգային եւ այլ, որևիցե մեկը չի բանանում։
հարցաշար չի դնում։ Չի կանչում, ասի գիտեք, ինչ կանգիր պարոն Սիմոնյանն է, ընկեր Սիմոնյան, որն է մեր ճիշտը ըստ էության դուք նշված խնդիրները բարձրաձայնել եք։ Ընթացիկ լուծման խնդիրներ եք առաջադրել բոլոր համակարգերին։ Համակարգերի կոչված, в общем, այնտեղ ով է, դադա ղազա, ազգային անվտանգությունը, հատուկ քննչականա եւ այլն մեռած են։ Ակամայից հիշում են մեր մեծն Ֆրոնզիկ Մկրտչյանի Мимино кино имеешь. Слушай, кто этот потерпевший? Откуда он пришел? Кто его позвал? Зачем он в суде? Вот հարց չի առաջացնում, լիմատ դուք էլ ձեր մեջ էլի մի հատ sense մտավոր նստել են լրատվականները sense լուրջ հետևում են թե Գուրգենչիկ Եղիազարյանը ինչ կասի։ Ու ինքը չի ասում, գիտեք ինչ կա։ Գուրգենչիկ Եղիազարյանը չի ասում, հիմա ես հետո կասեմ։ Եթե դու գիտես, հանցագործներին գիտես, գործակալներին գիտես, եւ դրանց մասին դու տեղեկություն չես տալիս, ուրեմն դու մասնակից հանցակից ես այս բոլոր գործակալական գործողություններին, որպես այլ պետության գործակալներին, եւ դու թաքցնում ես, պարտակում ես կատարված հանցագործ եւ մասնակցություն ես ունենալով շահադիտական նպատակներ կամ այլ նպատակներ, կամ դու ես գործակալ։ Որովհետեւ իմանալ հանցագործության մասին եւ չհայտնել, սա եւս հանցագործություն է։ Իմանալ պարտակել թաքցնել, սա եւս հանցագործություն է։ Հիմա անցնենք երկրորդ պարագային։ Ինչի ի վերջո Գուրգենչիկ Եղիազարյանին հրավիրում են ասուլիսի եւ նրա միջոցով ցանկանում են պարզել, թե Նիկոլ Փաշօղլին Իրանում հայտարարած, ոչ երազում ինչը տեսել, երազը պատմի, ես չհասկացա։ Գուրգենչիկ Եղիազարյանը Նիկոլի երազահանն է։ Հարց առաջանում, դες համար կասկածելի չի թվում դա։ Հա? Ո՞վ է սա։ Ինչ դերակատարություն ունի։ Ինչի է սրան բերում գցում, ինչի ազգային անվտանգության տնօրեն Վանեց Օղլին չի խոսում, ինչի Յուսուփ Օսիպ Օղլին չի խոսում, ինչի Սասունիկ Խաչատրյան կոչվածը չի խոսում, հատուկ քննչական ծառայության պետը, քննչական կոմիտեի նախագահան չի խոսում, գլխավոր դադաղազը չի խոսում, Որչապետ կոչվածը չի խոսում, ազգային ախորի դեպուտանկաների նախագահ կոչվածը չի խոսում, հա? Խես է խոսում։ Սա ինչ լիազորություններ ունի, սա ով է։ Кто этот потерпевший, слушай? Откуда он пришел? Դուք հիմա ասես պիկություններ է կատարում, լավ, ի վերջո ինչ է կատարում։ Լավ, անցնենք հիմա Փաշօղլուն, սրան թողեցինք, սա երևույթ չի էլի, որ սրա մասին խորանանք։ Փաշօղլին ասեց, ասում է 30-ից 40% թե ինչքան մի խոսքով գործակալներ կան, հա? Եթե գործակալները կան Փաշօղլի, դու քո համակարգերը ինչի համար ես պահում։ Եթե դու գիտես, որ քո սկսեցին էլի աշխատել, արգելը փակում է։ Մի րոպե։ Հա։ Հիմա տեսեք ինչ է ստացվում։ Փաշօղլու էս ազգային անվտանգություն կոչված ոստիկանություն 30,000 ոստիկանությանը համակարգի աշխատակիցներ կան, հազարավոր դադաղազներ կան, դատավորներ կան, քննչական կոմիտեի քննիչներ, հատուկ քննչական ծառայության, հարկային, մարկային, հասկանում եք ես ինչ է։ Դրանք ինչ են անում ընդհանրապես, կարաք իմանաք։ Փաշօղլին ասում է, գործակալներ կան, դրա մասին Վանեց Օղլին չգիտի, Յուսուփ Օղլին չգիտի, հա, Սասունիկ Խաչատրյանը չգիտի, գլխավոր դադաղազը չգիտի։ Դրանք ինչի համար են արա։ Ինչի համար են դրանք, ինչ գործունեություն են իրականացնում Հայաստանում, որ Որչապետ կոչվածը գիտի, որ Հայաստանում գործում են գործակալական
ցանցեր ու կան գործակալներ, եթե դու գիտես գործակալներ կան, ուրեմն նաև գիտես դրանք ով են։ Ուրեմն դու էլ ես փայատեր մեջը։ Հա։ Ուրեմն դու էլ ես փայատեր, չէ՞, քո համակարգերով հանդերձ։ Եթե նախկիններն են, օրինակ եմ ասում։ Եթե դու դրա մասին գիտես, նրանց չես կալանավորում, ուրեմն դու էլ նրանց հետևորդներն ես, հետնորդ քեզ նշանակել են, որ դու էլ շարունակես նրանց գործունեությունը։ Եթե քո համակարգի մեջ են, եւ դու այդ մասին նաեւ լռում ես, ուրեմն դու մասնակից հանցակից ես, եւս պարտակում թաքցնում ես ազգի պետության դեմ հակապետական, հակազգային գործունեություն, թշնամական գործունեություն ծավալելու համար, այսինքն մասնակից ես պետական դավաճանությանը, վնասարարություններին, պետական համակարգերի քանդմանը, վերացմանը, ոչնչացմանը եւ տերորիստական, ահաբեկչական գործողություններին, պաշտոնական դիրքի չարաշահումով եւ այլն։ Էս ինչ է կատարվում։ Ու սա էս մի բան էս, Եղիազարյան կոչվածը Գուրգենչիկը, լսում եք։ Ես ժամանակը կգա կասեմ, նախ անմիջապես, եթե մենք ունեինք ազգային անվտանգություն, հա, սրա խոսքերի վրա անմիջապես պիտի գործ հարուցվեր, եւ սրա նաեւ պատասխանատվություն կանչեին։ Նախ պիտի գործ հարուցվեր Փաշողլու արտահայտությունների հայտարարությունների վրա կամ որ նշված էս առաջի դեմքը կոչված է իհարկե ճակերտավոր առաջի դեմքը հայտարարում է որ համակարգերում գործում են Հայաստանում գործում են գործակալական ցանցեր հասկանում եք եւ որևիցե մեկը դրան չի արձագանքում կանչում են Գուրգենչիկին ասում են արի մեկնաբանի սա էլ սկսում է у кота была собака, у папа была собака, он его любил, она... Հասկանում եք, այս մուլտիպլիկա, այս դիշովկեքը, հասկանում եք, վերել են մի ամբողջ ազգի, մի պետական համակարգ, այլասերում վարկաբեկում են, ոչնչացնում են, ազգին էլ ժողովրդին դնում են ոչխարի տեղ, ուստի, չասկացել, արա մի գործակալ, որ անգամ համակարգում գործում է, հասկանում եք, սրան անմիջապես պետք է հետամուտ լինեին, սրա նկատմամբ համապատասխան գործողություններով, օպերատիվ, հետախուզական, ընդեղ տարբեր գործունեություն, քննչական, հետաքննության մարմին, պարզելու ով է, ինչ է, Փաշողլուն կկանչեին, եթե անգամ նրանք չգիտեն, բայց ոնց կարող է պատահի, բոլոր ինֆորմատիկ դաշտի գործունեության մասին քաջատեղյակ է Փաշողլին, քանի որ բոլոր գործողությունները կապված թե քրեական գործերի հարուցման, թե պատասխանատվության, թե դատական, թե իրականացվում է միմիայն Փաշողլու գլխավորությամբ եւ մասնակցությամբ։ Ինքներդ գիտեք, հիշում եք, նույն Ռոբիկ Քոչարյան ինքը Ռաուֆ Սեյդօղլու, նույն Խաչատուրովի, նույն բոլորի մի խոսքով։ Հիմա հարց է առաջանում, ինչու ի վերջո Գուրգենչիկ Եղիազարյանին։ Ինչի որևիցե մի համակարգ նշված հայտարարության վրա, որը ես չեմ ասում են լրատվական դաշտի ներկայացուցիչները եւ Գուրգենչիկ Եղիազարյանին կանչում են ասուլիսի, որ նա պարզաբանի, ասում են մարդ մի քիչ տարօրինակ է, ասես որ մտածում ես խորքային, էլի։ Դու ով ես արա, ազգային անվտանգության տնօրեն ես, քննչական կոմիտեի նախագահն ես, գլխավոր դատախազն ես, ով ես արա դու։ Որչապետին չեն հարցնում, սրան են կանչում, էսի սրա երազահաննա կոֆեի բաժակ նայողնա, կարդ բացողն էսով արա, էսով է, ես ինչ կապիկություններ եք անում, Վանեցողլին ու կամակնա մտե արա, Յուսուպօղլին ու կամակնա մտե, Սասունիկ Խաչատրյանը, ում կամակնա մտե արա, գլխավոր դադաղազը ում կամակնա մտե, քաղաքի դադաղազը, ում ռայո տարածքային դադաղազները
Ուր են, որտեղ են, արա, հա? Անվտանգության խորհուրդ կոչվածը ուր է, արա? Որչապետ կոչվածը ուր է, արա? Ումա ծառայում, ոնց թե դու գիտես գործակալներ կան Հայաստանում ու դրանց չես բռնել տալի, արա, այս ծալվալիկին դերել են, լսում եք, արա, սա է, իբր թե մեկնաբանումը, եթե ինքը գա կասի, ես էլ կասեմ, այդ չընթրլու, արա, այդ չմո, ես ինչ կապիկություններ ես անում, արա, այ շիստյորկա, արա, այսում խաղն ես խաղում, այ հավ, արա, այդ քեզ որտեղ են սովորացրել, այ հավ, արա, այդ վանեցող լինա քեզ սովորացրել, թե փաշող լինա քեզ սովորացրել, գգաս կծլվալած կգնաս, հա, ում եք խապում, արա, ում եք էշի տեղ դնում, այ էշեր, այ համբալ, այ չընթրլոներ, արա, լսում եք, արա, տեսեք, հիմա հայտարարության հիման վրա, ես մտնելու եմ դատախազություն, ազգային անվտանգ, ու սրանց սաղին հանելու եմ տրաս, ես բարի բուն իմաստով եմ ասում, որ հասկանա։ Փաշողլու հետ համատեղ ես բոլորը նոր դատական պրոցես է, դատական պրոցեսը ընթանում, այդ էլ ասում ձեզ։ Ընթանում է։ Բացի դա, ընթանալու է նաև նոր դատական պրոցես, որ Հայաստանի Հանրապետության համակարգերում գործում է գործակալական ցանցեր, գործակալներ, որոնք համատեղ Փաշողլու նախկին նախագահ, մախագահ կոչված ճակերտավոր նախագահների համակարգերի կույսակցություն կոչված օրնկացիների հետ կատարում են պետական դավաճանություն, թշնամիները քանդում, քայքայում վերացնում են մեր պետություն, պետական համակարգեր եւ այլն։ Սա իր է։ Հիմա անցնենք մի ուրիշ հարց։ Եվ նրա պարագլուխներ Արթուր Սիմոնյանի, Բագրատ Բեկչյանի, Արմեն Լուսյանի, Էդուարդ Պետրոսյանի, Արթուր Արեսկինի, Արթուր Տոնոյանի, Արթուր Սարգսյանի, Արթուր Ստեփանյանի եւ այլոց, որոնք իրենց հակահայկական, հակազգային, հակաքրիստոնեական, հակավանդույթային եւ հակաբարոյական գործունեությամբ նպաստել են Հայաստանում կանանց ռեսուրս կենտրոն կեղծ ֆեմինիստական կազմակերպության ստեղծմանը, որի ղեկավարներն են Լարա Ահարունյանը, Գոհար Նազարյանը, Տաթևիկ Աղաբեկյանը, Անետ Շամիրյանը, Անուշ Պողոսյանը, Էլվիրա Մելիքսեթյանը, Նինա Հարությունյանը, Սիրանուշ Դավթյանը, որոնք վարում են հակաքրիստոնեական, հակավանդույթային գործունեություն, պրոպագանդում են ազատ մինչամուսնական սեռական հարաբերություններ, խարխլում են ավանդական հայ ընտանիքի ամուր հիմքերը եւ աղավաղում են հայ կնոջ բարոյական կերպարը։ Վերջնական ջախջախիչ սենսացիոն պայթյունը Աստծո լույսի, որը բացահայտում է ինչպես կյանքի խոսքաղանդի ու նրա պարագլուխների, այնպես էլ կանանց ռեսուրս կենտրոն Հայաստան կազմակերպության ու նրա ղեկավարների հակահայկական, հակազգային, հակաքրիստոնեական, հակավանդույթային եւ հակաբարոյական գործունեության ընդհանրությունները։ Աստծո դատի նախորդ գլուխներում բացահայտվեց կյանքի խոսքաղանդի եւ Արթուր Սիմոնյանի կործանիչ գործունեությունը, որն իր սարսափելի ազդեցությունն է ունեցել ոչ միայն անհատների, այլև ամբողջ հայ ժողովրդի վրա եւ տվել է մեր ազգին ոչխարիր եւ ազգագործան պտուղներ։ Աստծո դատի 28-րդ գլխում ներկայացրինք կյանքի խոսք եւ կանանց ռեսուրս կենտրոն կազմակերպությունների առաջին 5 ընդհանրությունները։ Երկուսն են։ Հասարակական են, օտարածին եւ օտարամուտ են, էմբլեմաների համար ընտրել են նույն խորհրդանիշները եւ գույները, պարագլուխները աջ դաստակներին կապում են կապույտ ժապավեններ, առաջնորդվում են նույնատիպ կարգախոսներով, խրախուսում են սեքսուալ ազատություն եւ վարում են անբարոյ կյանք։ Աստծո դատի 29-րդ գլխում կներկայացնենք կյանքի խոսք եւ կանանց ռեսուրս կենտրոն կազմակերպությունների 6-րդ ընդհանրությունը։ Երկու կազմակերպություններն էլ բացարձակ դեմ են Կարմիր խնձոր հայկական ավանդույթին։
որը հիմնված է Աստծո կողմից սահմանված ուսուցան պահպանման օրենքի վրա։ Նրանք ատելությամբ պրոպագանդում են հայ ժողովրդին, իսպառ ոչնչացնել Կարմիր խնձոր ազգային ավանդույթը։ ԿԽԱ կյանքի խոսքաղանդ եւ ԿՌԿ կանանց ռեսուրս կենտրոն կազմակերպությունների, գաղափարների, նպատակների եւ գործունեության ընդհանրությունները։ 6. Կյանքի խոսք եւ կանանց ռեսուրս կենտրոն կազմակերպությունները բացարձակ դեմ են Կարմիր խնձոր հայկական ավանդույթին։ Առաջին Արտուր Սիմոնյան 2005 թվականի ընտանիք Հիմա այս սրա ծավալոցներ մի ժամանակավոր, հա, դադարեցնենք։ Здравствуйте, Роберт, я ваш ассистент и моя... թեմայով սեմինարի ժամանակ հայտարարում է։ Հիմա խոսենք այս արկա խնդիրներից, որ ըստ խոսքի այդ Արմենչիկ Սիմոնյանը ինչա այդ կազմակերպություն կոչված է եւ այն լեսբիան կեքը, այս ֆեմինիստ կեքը բան, հա, այս պոռնկացիները հաստատի քարոզում են, ոչ միայն քարոզում են, տեսեք ինչ եմ ասում։ Ուրեմն սա ցեղասպանություն է։ Մշակութային, հոգևոր, ռասայական, հա, կրոնական մի խումբ անձանց վերացումը, նրանց համար ստեղծել այնպիսի իրավիճակներ, որի շրջանակներում, որի հետևանքով, հա, վերանում է կամ այս խմբի գործունեությունը, նրա ավանդական, մշակութային, հոգևոր, հա, պատկանելությունը ոչնչացնելու եւ այլ, դրանից հետևող մնացած գործողությունները, որի հետևանքով փաստացի քանդում, քայքայվում է ընտանիք կոչվածը, հա, պետության համակարգը, քանի որ գիտեք, պետության սյունը դա ընտանիքն է, ճիշտ է, այսինքն քանդում են ոչ միայն մեր ազգի, հա, ավանդական, մշակութային, հոգևոր պատկանելությունը, ոչնչացնում, ցեղասպանում, հա, այլ նաև վերացնում են պետության, պետական համակարգի սյունը, այսինքն պետությունը, հասկանում եք, այսինքն սա ցեղասպանություն է, դիվերսիոն գործողություններ, հա, որի շրջանակներում կոնկրետ վերացվում է մեր այս ամբողջ համապատասխան քրեական օրենսգրքով ամրագրված օրենքներով ամրագրված, արգելված օրենքներով ամրագրված գործունեությունը, որը տանում է մեր պետության, պետականության վերացմանը, ոչնչացմանը եւ ազգի ցեղասպանությանը։ Իդեպ ոչ միայն մեր ազգի, այլ նաեւ բոլոր այն ժողովուրդների, այսինքն ազգերի, որոնք բնակվում են նաեւ մեր տարածքում։ Այսինքն տեսեք, ցեղասպանություն իրականացնելով սրանք քարոզում են այս կոչված, ասես ոգևորված, հա, ասում է, բայց բան չի ասում։ Որտեւ սա միջազգային կոնվենցիա է, ըստ որի այդ կատարած հանցագործությունների համար միջազգային օրենքներով գնդակահարություն է ասում։ Մեր քրեական օրենսգրքով ցմա բանտարկություն։ Վերացնում են մեր ազգին, մեր պետությունը, մեր պետականությունը, մեր ավանդույթները, այն մի խումբ սութի ազգայնականներ, ջուղայի, բան, քարերը ոչնչացնում են պատմական, դրել են ընտանիքներ են վերացնում, ազգին ոչնչացնում են գենետիկ ֆոնդը, հա, ոչ մեկ չի տեսնում, սա աշկերը փագ է, ջուղայում վերացնում են, հա, վերացնում են, քիչ է գալիս մոտենալ, ասում եմ, սկսել եմ ազգային ազատագրական պայքար, արեք միացեք, արա այվ, լսում եք, արա այդ չընթրլոններ, արա, ես ինչ սութի ազգայնական կոչված երևույթներ, հա, ես ինչ կապիկություններ եք անում, արա, հա, այդ թքեմ ձերեն աննաբու, երեսել չունեն, հասկանում եք, սրանք երես չունեն, որովհետև մարդ եթե նամուս ունենա, ինքը գիտակցելով գգա կաջակցի, ասենք չէ որ մեր ձեր ընտանիքներն են ոչնչացնում, ցեղասպանում, ես դուրս եմ եկել ձեր ընտանիքները պաշտպանելու, ձեր երեխաների ապագան, ձեր պետություն, ձեր բնորանը, որտեղ դուք ծնվել, եթե ծնվել եք, չեմ ծնացրել, հասկանում եք, պաշտպան եմ կանգնում, մեր ոչ միայն մշակութային, այլ նաև այդ կատարած ցեղասպանությունների համար պատասխանատվության, պատժի խնդիրներն են բարձրացրել, ինչ չեք միանում, հիմա տեսեք, սրանց վերաբերյալ, հանցագործություն ենք ազմել, արմեսա կմիացնենք, դա էլ կքննարկենք,
Նշված կազմակերպություններին ով է թույլ տվել Հայաստան, որ սկսեն իրենց գործունեությունը։ Պոռնկացին Ռոբիկ Քոչարյանը, Քորլևոնը, հա, Խերժիկ Նարիմանովը, հա, որոնք թույլ են տվել, չէ՞, այս 350, թե 700 քանի, 700 քանի կազմակերպություն կա ինչ-որ, եթե չեմ սխալվում, ներող կլինեք, կարող է 350-ը, ես դրա վրա չեմ հստակեցնում, համենայն դեպս 350-ը կա ու կա, ուրեմն գոյություն ունի կազմակերպություն, որոնց գործունեությունը թույլ տրված է, ամրագրված է, իրավական դաշտ է թույլ տրված, որ նրանք կատարեն իրենց այս ազգաքայքայիչ, հակապետական, հա, ցեղասպանությունը, հա, տեսեք ինչ է, ցեղասպանությունը թույլ են տվել նախկին եւ այսօրվա այս թրքաջհուդական ռեժիմը, որ այսօրվա վրա կոչվում է Որչապետական, հա, նախագահական, պարլամենտական, հա, հասկանում եք սրա, իրանց համակարգ կոչվածներով, ազգային անվտանգության պոռնկացիներով, հատուկ քննչական ծառայության պոռնկացիներով, քննչական կոմիտեի պոռնկացիներով, ոստիկանության համակարգի պոռնկացիներով, գլխավոր դադաղազության պոռնկացիներով, հա, էլ ինչ կա, ոստիկանական համակարգի պոռնկացիներով, հասկանում եք, ազգային ախորի դեպուտանկաներով, պիդր ներկայացիչ գյոթերի ղեկավար, որչապետ կոչված Փաշովլիով, Արմենչիկ Սարգսյան կոչված պոռնկացինով, հասկանում եք, կույսակցություններով, դոտիկով, հա, դաշտաններով, հա, Փոստիկյաններով, հա, ելքով, մուտքով եւ այլն։ Այս պոռնկացիներին դուք համարում եք որպես մարդ, սրանք են թույլ տվել իրավական դաշտ, դեմ եք, եթե Փաշովլին դեմ է սրա, ինքը չի բերե սրա, թող օրենք անի, բոլորին հեռացնի, քաղաքական, իրավական գործունեության պրոցեսից անի։ Ում ձեռնա օրենքներ, դատարաններ, օրենսդիր, գործադիր մարմինները ում ձեռքում է։ Այս պոռնկացինի ձեռքում է, չէ։ Վախի չի հանում։ Ներողություն մի րոպե։ Դա։ Եթերում եմ, հետո խոսենք, լավ։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ։ Այսպես, այնպես, այսպես ասեց, այնպես ասեց, ես ինչ կապիկություններ են, արա։ Ես ում եք դեր է օլուխի տեղ, այ օլուխներ, արա, այ տականքներ, այ վիժվածքներ, ես դադաղազություն, ազգային անվտանգություն, հատուկ քննչական, ոստիկանություն, ես չէ, ինչի համար են, դատավորներ, դադարաններ, ինչի համար են դրանք, արա։ Ես դիպուտանկաներն են, ես պոռնկացիներ, ինչի համար են սրանք, արա։ Սենց, ոնց որ վերցնես կրակես օդի մեջ, էլա, դա կրակեցի, հա, ումն է պետք ձեր կրակոց, արա։ Եթե դուք նպատակային չեք օգտագործում, չեք կիրառում, ձեր խոսքերը, հա, ձեր զայրույթը, այ սենց ասեմ, հա, ինչի համար, ում եք ինձ ցույց տալի, որ դուք տեսեք մտահոգված եք, ես ինչ կապիկություններ, այ պոռնկացիններ, ես ինչ կապիկություններ, այ տականքներ, ում եք էշի տեղ դնում, այ դիշովկեք, այ թքեմ ձեր են տականք երես չի, երևույթ կոչվածների վրա, ես ինչ կապիկություններ եք անում, այ չընտրլոներ, արա։ Արա դուք, ես պարզապես մեկ-մեկ սենց մտածում եմ, էլի, լավ, սենց կարող է պատահի սենց կիլոմետրով գան, խոսեն, ասեն, սա ասենց ուշադիր, արա, տես ինչ ասեց, հա, ինքը հա, տեսար դեմ, ասեց սենց բան, ինքը ուրեմն դեմ է, ինքը ուրեմն հնդիմություն է, ինքը դրանց դեմ բան խոսած, բայց ինչ խոսած, արա, ինչ է ասում, արա, որ ձեզ դրել է էշի տեղ, հա,
Անասունի տեղ են դրել, որ դուք բթամիտ եք չեք հասկանում ինչ է կատարվում, հա? Արա ես պարզապես զարմանում եմ, դերը բնաջնջում են, հասկանում եք ձեզ, ոչնչացնում են, ցեղասպանում են, և ստեղծել են համակարգեր, որոնց միջոցով ձեզ հիմարացնում են, ամբողջ լրատվական համակարգը իրանց ձեռքում է, ամբողջ լրատվական համակարգ կոչվածները, հեռուստատեսություն, թերթեր, հաղորդաշարեր և այլն, սա իրանցն է, հասկանում եք, տեսեք մի հատ պրիմիտիվ թվաբանություն ասում դեր, 30,000 մենթ կա, մլիցա կա Հայաստանում, ինչ են անում, են որ խոսեցի, ասեցի, կանգնում են խաչմերուկներում, ոնց են կոչվում են ոստիկանության մի համակարգի ներկայաց, կնոպկա են սխմում, որ մարդիկ անցնեն, մարդիկ այդ կնոպկի տեղը սս պրեցելով պետք է բռնեն, էլի, կաղա կողքի, սենց սխմեն, մատը կողքի պլստա, միլիցեքը պետք է սխմեն, իրանք լավ են սենց մատը կպցեն, 30,000 մլիցա կա, ընգել են շուկաներով, փողոցներով մարդը դուրս է եկել 2 կոպեկ, որ աշխատի գնա իր երեխային հասցնի բան, 4,000 դրամ մարդուն նպաստից զրկել են, 4 երեխա ունի, այս երեխեքին մեծացնում է, որ հայրենիք գնան վաղը մյուսով պաշտպանեն, դու ես, տեսեք, հասարակ թվաբանություն է, էլի, պրիմիտիվ բան է, մարդը երեխեքին բերում է ինչի համար, որ ուսումի տա, հա, սովորեն, ծառայի պետությանը, ազգին, հա, իր նպաստը դնի, հա, վաղմսուր մի գիտնական է դառնում, որը մի արժեքավոր ևս գյուտ և այլ կատարում է, ստեղծում է, ստեղծագործում է, վաղմսուր, որ նույն քո ազգը, քո պետությունը ուրախանա կամ մի լավ սպորտսմեն է տալիս և այլ։ Հիմա այս երեխաներին, հա, զրկում են ես իր բոլոր ես իրավունքներից, հասկանում են, բայց հենց որ գալիս է ծառայելու, գնա պետք է ծառայես, գնա տանում են զոհաբերում են, հա, զոհաբերում են, պարտատ, ես երեխին ինչով պետք է, բայ բոզի վաստակն է, փաշողլի, այ պորնիկի վաստակ, ձեր բոլոր այդ կույսակցություններով են, Խերժիկ Նարիմանովով, Ռոբիկ Քոչարյան, Ռաուֆ Սեյդօղլի թուրքի շինված բոզի վաստակներ, Քորլևոն բջի վաստակ, կագեբեի բոզի վաստակ, լսում եք արա, այ պորնիկի վաստակներ, արա, ձեր կույսակցություն կոչված պորնկացին հատվածներով, դոդով, մդով, ֆդով, փդով, բոլորից է վերաբերում, այ պորնկացիններ, արա, դուք ով էլ եք, արա, այ դոդ, արա, դու մլցայիր, արա, լվիկը կանացի լվիկ տրուսիկ էր ծախում, այսօրվա վրա միլիարդերներ են դառել, արա, Խերժոյի աղբերը 20 կոպեկանոց պազ էր թշում, ժողովրդին տանում, դարել են միլիարդը, Քորլևոն է, արա, ես դրա թքեմ դրա տական կերեսին, են վանո են այսօր կանչում, վանոն սենց ասել, ծիտիկ մոտարի, քեզ տան, ոբշմ, շեմուշկա ու գարի հետո, արա, այ պորնկացիններ, ես ինչ կապիկություններ եք անում, են պետությունը թալանի, տնտեսությունները վերացրել, 1000-ից ավել գործարաններ ոչնչացրեցին, վերացրեցին աշխատատեղեր, թալանեցին մեր գանձարանը, դրամ դոլար փոխարժեքի միջոցով վերացրեցին մարդկանց այդ գումարները, նրանց ավանդները և այլն, արա լսում եք, արա, այ բոզի տղեք, արա, լսում եք, ես ինչ եք անում, ում եք եշի տեղ դրել, ես պորնկացինը, մարդի մեկով պակենք բոլոր էջերը, հիմա սկսենք նոր էջի, արա այ բոզի տղա, լսում ես այ պորնիկիտ ծնուն, լսում ես արա, խիչ ես ազատում, քրեակատարողական բոլոր հիմնարկերի դռները բացես, ասես նոր էջից ենք սկսում, հարգելիներս, ով ինձ սխալ կատարել, հա, մոռանանք, ներողություն եք խնդրում, սկսում ենք նոր էջից, քրեակատարողական բոլոր դռները բացեք, մարդիկ դուրս գան, նոր կյանքով սկսեն, ով որ կանի սրանից հետո հանցանքի համար դվայնոյ կպատժվի, տրայնոյ կպատժվի, բայց ես պահով ձեզ ազատ եմ արձակում, հա մերում է,
Կամ այ բոզի տղա, լսում ես այ բոզի ծնունդ, լսում ես արա, քեզով է լիազորը։ Խերժոն լիազորել է, քորնա լիազորել, Ռոբիկ Քոչարյանն է լիազորել, ասում է դուք դուրս արի մեր տեղակ խոսի, մենք ներողություն ենք խնդրում։ Չես կցա, դու ես լիազորված անձ ես արա, ուրա լիազորագիրը ցույց տուտենանք այ բոզի ծնունդ։ Ես ինչ կապիտություններ ես անում, այ պոռնկացին։ Կամ եթե դու լիազորված չես, ո՞նց ես դու իրանց փոխարեն ներողություն խնդրում։ Այսինքն ստեղ ես որ ի սկզբանե որ ես ներկայացնում եմ, որ ես բոլորը նպատակային ծրագրված է։ Եղել, կատարվում եւ ընթանում է։ Որ ես հերթականությամբ պետք է բերեն քորը պետք է բերի Ռոբիկին, Ռոբիկը պետք է բերեր Խերժիկին, Խերժիկը պետք է բերեր այս բոզի ծնունդին։ Հերթականությամբ Եմ բանի մեջ ասում է Իսակ родил Абрама, Абрам родил, в общем, Пилиппоса, Пилиппос родил эту суку, հետո լավ արա, ինչ հիմա ուրիշ հարց տամ, էլ մտել էսենց ժանգոտած, ժավելոտած, ասենք ձեր ուղեղները աշխատացնել։ Խի բերեցին քոր Լևոնին, հա? Լևոնին խի բերեցին, արա։ Ուրիշ մարդ չկար Հայաստանում։ Ինքան նվիրալ մարդիկ կային, որոնց վերացրեցին։ KGB-ի պոռնկացին, թուրքի շինված բոզի ծնունդին քոր Լևոնին բերեցին, իր համակարգով, իր պոռնկացիներով, հա։ Հետո այդ բոզի տղան եկավ, անցանք մյուս հատվածին։ Քորն էր սխալվել, Վազգենն էր լավ տղա, հա։ Մաքուր տղա է, Դեմիրճյանն էր լավ տղա։ Խելացի մարդ էր, ազգի նվիրալներ, հանուն ազգի, պետության, շահերին, հա, նվիրաբերված, նվիրված եւ այլն, հա։ Որենք չգիտեին այդ պոռնիկները, հա։ Խի բերեցին Ռոբիկին, արա։ Ռոբիկին խի բերեցին, օրենք խախտեցին, սահմանադրություն գլխավոր օրենք խախտեցին։ Այս բոզի ծնունդին թուրքի, հիշում եք չեն, քորը ասում էր, ալբանացի ես, արա, հայբ մերը չգիտես, հայրեն չգիտեր, չէ, խի բերեցին բադրան, Ադրբեջանի քաղաքացուն, ադրբեջանցուն, փաստերով, հերը թուրքա, թուրքը շինել է սրա մորը, սրա այս բոզ մորը շինել է, այս ծնվել է այս բոզի ծնունդը, խի, սրանք չգիտեին, թե Ռոբիկ Քոչը ինքը Ռաուֆ Սեյդօղլինով, Խալիլյան Լենդրոշ ինքը քոր Լևոնը չգիտեր, թե բանը, Ռոբիկ Քոչարյանը ով է, հա, ինքը Ռաուֆ Սեյդօղլինով է, ինքը ազգային անվտանգություն չուներ, մենք արխիվներ չունեինք, ով է, ինչա, որտեղից է, кто этот потерпевший, откуда он пришел, зачем он пришел, куда идет, зачем идет, մենք մարդ նվիրյալներ չունեինք, խախտեցին սահմանադրություն, բերեցին այս բոզի ծնունդին, հա, այս բոզի ծնունդը խի բերեց Խերժիկին, լավն էր Քոչոն, գիտակից էր, հասկացող էր, լավ ուրիշ բան բերեն, և առաջի ընտրության ընթացքում, և երկրորդ ընտրության ընթացքում, նա 10 տարվա անընդմեջ քաղաքացիություն չուներ, քոր Լևոնը խի դրա մասին չէր ասում, բայց սա անօրինական է, ընկեր ջան, Դեմիրճյան կոչվածը խի չէր ասում, արա, Слушай, кто ты такой? Откуда ты пришел? Зачем пришел? Кто этот потерпевший, а? Ես որ ասում էի տարիներ շարունակ դրա վերաբերյալ հիմքերով, դատական պրոցեսներով տանում էի, նպատակը նա էր, որ սրանց կողմից ստորագրված փաստաթղթերը Արցախը, Ղարաբաղը որպես նախ Ատրպատականը որպես հայկական տարածքը որպես Ադրբեջան ներկայացնելը, Արցախը որպես Ղարաբաղ գոյություն չունեցող Ադրբեջանի տարածք ներկայացնելը, Արևմտյան Հայաստան, Կիլիկիա որպես Թուրքիա պետություն ներկայացնելը, խեղաթյուրելով ամբողջ իրավական պատմական փաստերը, հրահրելով մի ազգին, մյուս ազգին, մի ժողովրդին, մի ազգի դեմ եւ այլն եւ այլն։ Սա միջազգային հանցագործություն է, ցեղասպանություններ եւ այլն։
Խիչ եք անդրադառնում, մտցրել եմ միջազգային դատեր, անբախի տեր չեք կանում, արա։ Լավ, սրանք դոդ էին, ուղեղ չունեին, անմեղ սունակ էին, չէին գիտակցում, եթե անմեղ սունակ են, այդքան գիտելիքներ չունեն, ուրեմն իրավունք չունեն էլ ղեկավար լինելու, բայց եթե գիտակցում են, հասկանում են, և մտածված տանում են նշված քաղաքականությունը, բերում են ապօրինի, նշանակում են խախտելով գլխավոր օրենքը, սահմանադրությունը, ուրեմն սրանք հանցագործներ են։ Ներողություն մի րոպե։ Բայց եթե հանցագործներ են, ազգային անվտանգության պոռնկացիները և նախկին և այսօրվա, գլխավոր դատախազները և նախկին և այսօրվա, քննչական կոմիտեի նախագահ կոչվածները և նախկին և այսօրվա, ոստիկանության համակարգ կոչված պոռնկացիները և նախկին և այսօրվա, դեպուտանկաները և նախկին և այսօրվա, որջափետները, նախագահները, ինչի համար են բա, անմեղ սունակ են դրանք, չեն գիտակցում, չեն հասկանում, որ եթե մի բան հիմք չունի, ապա ինչ էլ կառուցես, լուզվելու է, քանդվելու է, ճիշտ է։ Հիմա կռին Կարապետիչը լավն էր, Վանոնը սենց է, Վանոն այսպես ասեց, Վանոն, արա այ պրոստիտուտքի եք, արա, այս ինչ կապիկություններ եք անում, այ պոռնկացիններ, արա, այս ում եք էշի տեղ դնում, այ բոզի ծնունդներ, ում եք էշի տեղ դնում, հա? Այ վիժվածքներ, այս բոլոր միջազգային կառույց կոչված պրոստիտուտքի, Պուտինի, հա, այնտեղ, Տրամպլինի, Մակարոնի, այնտեղ Եվրո միություն, Եվրո խորհուրդ եւ ՄԱԿ եւ այլն, Իսրայել, Հադրբեջան, այս ինչ կապիկություններ եք անում, արա, եթե դուք չեք գիտակցում, ուրեմն անմեղ սունակ եք, ուրեմն ձեր տեղը չի։ Եթե գիտակցում եք, մասնակից եք այս ամբողջությամբ այդ պրոցեսին, ուրեմն հանցագործ եք միջազգային։ Որն է ձեզ ձեռք տալի, որպես անմեղ սունակ հանդես գալ, թե որ գիտակցված, ծրագրված, ուղղորդված, այո, նույն գործակալներն են, որոնք այսօրվա վրա քանդում են մեր ազգը, պետությունը, վերացնում, ցեղասպանում եւ այլն։ Այո։ Այո։ Բախ չեք, եթե ինչի համար են լավ, մեր ազգից փող են լափում, չէ, մեր ազգին թալանում է, մեր ամբողջ հանքերով, մանքերով, հա, էներգոհամակարգով, տրանսպորտով կապով, բոլորը այդ մեր ազգի հարստություն, այս պոռնկացիները, դնում են գրպանները, լցնում, հարստանում, չաղանում, պտվում եւ այլն։ Բայց դուք ձեր մատն եք ծծում, սոված, գնում եք ստիպված մի մայթ, երկու մայթ գողանում եք, որ տանեն ձեզ սռոք տան, իսկ ես բոզի ծնունդները միլիարդներով լափում են, վայելում են, ուրա խաչատուրում են, բոզի ծնունդը ուրա, որ երեխեքին տարա մատաղ արեց, Խերժիկ Նարիմանովի հետ համատեղ, Սեյրան Օղլիի հետ համատեղ, գլխավոր դադախազի հետ համատեղ, կույսակցություն կոչված պոռնկացիների հետ համատեղ, ազգային անվտանգություն կոչվածով, քննչական կոմիտե, այս Յուսուպովով, ոստիկաններով, դեպուտանկաններով, որջապետով, նախագահներով հանդես, ուր են արասը։ Արա ուղեղները աշխատացվեք, այսքան բացատրում եմ, լցում եմ արա, որ սեզ մի հատ ուղեղները ժանգոտած կարգավիճակից դուրս գարա, խիչ եք ուզում զարթնեք, արա, ճորտի կարգավիճակը, ստրուկի կարգավիճակը լավ, դզում ա ձեզ, արա, ձեզ հետ ինչ ձևի խոսան, արա, ասեք հասկանեմ, ես էլ եմ ուզում հասկանեմ, կարող է պատայի ուշ է հասնում, 10 անգամ էլ ասեմ, բացատրեմ, մեկնաբանեմ, ներկայացնեմ, հա? Խերժիկ Նարիմանովը, որը տարածքները արդեն հանձնել է, կայա ձայնագրությունը, չէ?
Ռոբիկ Քոչարյանը, որ հանձնել էր արդեն, որը նշանակվեց Վազգեն Դեմիրճյան եւ այլ, դրանց հետ համատեղ։ Խիչը բերեցին, ասենք, Վաղոյին, մեր այն վերևն է մնում, ոքշում։ Խիչը բերեցին Խչոյին, հա, խիչը բերեցին Աշոտին, եւ այլն, հա, խիչ են բերում։ Այս բոզի ծնունդներին խի բերեցին։ Այս բոզի ծնունդը Փաշողլինով է։ Այս շիզոֆրենիկ պոռնկածին ով արա։ Էս ինչ է կանում արա։ Էս ունեք եշի տեղ դնում այ հանբալներ։ Խիչ եք բերում, խի է սրանց բերում։ 7 տարի սրոք էին տվես բոզի ծնունդին։ Մարտի 1-ի ցեղասպանության հանցագործությունների եւ այլ մասնակցության որպես կազմակերպ։ Այդ ոնց եղավ, մի տարի նստեց, Խերժոն ազատեց, հա։ Եթե Խերժոյի դեմ էր գնում, Խերժոնը տուֆտա էր, էշեր, ապուշեր, հա, անմեղ սունակ էր, ինքն էր ապսու, բայց իր կողքի են խորհրդականները։ Խի թողեցին այս բոզի ծնունդին, որ գամ այստեղ մտնի, հա։ Մտավ, այնտեղ սվետաֆորներ էին ջարդում, ստոլբեկ էին ջարդում, բանս մտավ ռադիոտունը զավթեր, հասկանում եք։ Բնականում գործունեությունը, տրանսպորտ կապ խափանեց, թույլ չէր տալիս, որ նորմալ աշխատանք բախտ չէին բռնում, այս բոզի ծնունդին խի չէին բռնում, արա, հա, խի չէին բռնում, առաջի օրվանից ասեցի, են պուտանկա, են պրաստիտուտկեն են, փրչոտ են, Մայրիկյանա, Ծայրիկյանա, ինչա, Նիկոլի կողքը, Նիկոլը մեր բան, հիմա այսօրվա վրա հենց սկսեցի բացահայտել, Նիկոլը սխալ է, Նիկոլը գիժ է, Նիկոլը, այս ինչ կապիկություններ եք անում, այ բոզի ծնունդներ, այ պոռնկածիններ, այս ինչ խաղեր եք խաղում, արա։ Դե արեք, դատական պրոցեսներ ընթանում տարել են որպես պետական դավաճանների, միջազգային հանցագործների, ապօրինի կեղծ ընտրություններ կատարելու, ապօրինի նշանակված, բոլոր հիմքերով նշանակված է, խախտվել է եւ նախկին, եւ այսօրվա սահմանադրությունը, որ սրանք ապօրինի են, անօրինական են պետական դավաճաններ, միջազգային հանցագործներ, խիչ եք գալիս, արա մեկնաբանել, խեք գուրգենչիկներին բերում, արա խոսցնում, հա։ Խեք գուջգենչիկներին բերում խոսցնում, հա, հարցը չի առաջանում, տարօրինակ չի ձեզ համար, Փոստիկյանին գովելու համար գուրգենչիկն է, են մուկին կռիսին գովաբանելու համար գուրգենչիկն է, Խերժին գցելու համար գուրգենչիկն է, Քորլևոնին մի բան ասելու համար գուրգենչիկն է, Փաշովլուն այսօր պետք է գցել գուրգենչիկն է, այս ինչ խաղեր արա, այս ինչ եք անում արա, բա Վանեցողլին ուր արա, բա Յուսուպովը ուր արա, բա գլխավոր Դադաղազը ուր արա, հա, այս ինչ պոռնկություններ եք անում արա, այդ դիշովք եք, այդ թեք են ձեր աներևույթ եք, չկայացած պոռնկածիներ եք, ժերտվա աբորտ ասեմ, ինչ ասեմ ձեզ, արա։ Արա այսքան լցներ կլի արա, սը լցնում, արա այդ պոռնիկներ, դուք ամույթ թասիվ չունեք, արա։ Հասկացնում եմ, արա, ձեր համար եմ դրել վիզ եմ, ձեզ ասեմ հասկանակ, արա, վիզ եմ դնում, հասկանում եք, արա, ձեզ համար պայքարում եմ, ձեր երեխեքի համար, ձեր ապագայի համար, ձեր ընտանիքների համար, ձեր սրբություն կոչված ճակերտավոր այգեր, իհարկե սրբություն, կոչվածների երևույթների համար, խիչ եք մոտիկ գալի, արա, թքած ունեք ձեր երեխեքի վրա, ձեր ընտանիք, արա, տուրիստները մի ժամանակ մեր հայ աղջիկեք էին, թուրքի ձեռը չընկնելու համար սարերից գցում էին, այսօրվա վրա սարքել են պուտանկանոց, արա, այս ծաղիկ ռուբո կոչված են, մեկ էլ ֆլան ֆստա, դարձել են, արա, մամար ռոզաներ, հասկանում եք, արա, ամեն մի ռայոն իր պուտանկեքին ունի, իր պոռնիկ մամար ռոզային ունի, իհարկե ամբողջությամբ կառավարվում է Վանեցողլու գլխավորությամբ, հա,
Փաշօղլու գլխավորությամբ, Յուսուփովի գլխավոր Դադաղազի եւ այլն։ Արա թքեմ ձեր անած, ու հետո ասես մի բան էլի, ով որ իրեն համարում ան դե լավ տղա կոչված, տեսեք կոչված արա, հանգարցակի շշկրվեք մեկ ասի լավ տղա է։ Թուրքը տա, որ իր շրջապատը պոռնիկներով, հա, պրոստիտուտկեքով շատանա, չէ որ իր երեխեն էլ է այդ շրջապատի մեջ չէ մեծանում։ Հա? Այն օրը միտեղից լսեցի, ասում է Փաշօղլու տղեն էլ է գյոտ։ Այն Տոնյանի տղեն էլ ասում են գյոտ։ Միտեղ լսեցի, ասեցի։ Հիմա ես սրանց համար նորմալ երևույթ է հասկանում եք սրան։ Բայց դուք մարդ եք, արա, մարդավայել չեք ուզում ապրել, արա։ Չէ որ այդ շրջապատը, որ մեծանում է, այդ այլասերվածների, հա, ձեր շրջապատն էլ այլասերվում։ Վաղը մյուսօր նույն ձեր երեխեքը թոռներն էլ են, չէ, այս շրջապատի մեջ մեծանալու։ Դուք չեք դա գիտակցում, չեք հասկանում։ Ձեր երեխեքի վրա էլ է ազդեցություն ունենալու։ Այդ ոնց եղավ։ Մյուսի երեխուն ազդում է, մյուսի երեխեքի վրա ես անցել եմ այս անտենա, մանտենա սնունդ, մնունդի միջոցով, վակցինաների եւ այլն, բոլորի ֆունկցիոնալ խանգարումներ է տալի։ Տղեն աղջիկա դառնում, այս կոտայք, մոտայք, կիլիկես, գարեջուր, մարեջուր, բոլորն է խմել, այս Չինաստանից սպիրտ են բերում։ Մարդկային, ոնց որ ասած, այս աթխոդներից սպիրտ են քաշում, բերում են ձեր վրա ծախում է, ցնդում եք, խելագարվում եք, հասկանում եք սնունդ, մնունդ էսա։ Տուշոնկեն բռնին բերեցին, որ զինվորի բերնի հացը կդրել են, ծախում էին, սիթի էր, միթի էր, լֆիկի, մֆիկի խանութներ, խիչը բռնեցին, արա։ Տուշոնկին բռնին մանվելին, տուշոնկա է, բայց ձեզ խիչ եք բռնում, այ բոզի ծնուններ, արա։ Խիչ եք բռնում, այ պոռնկացիներ, ձեզ համար արդեն իսկ փաշ չի, որ ես ամեն ինչը կոմեդիա է։ Ժողովուրդ ասեմ, ազգ ասեմ ձեզ, ինչ ասեմ ձեզ։ Եթե ազգ լնեիք, արդեն ձեր հավաքական ուժով կողքս կանգնած կլնեիք։ 100 անգամ ասել եմ, լավ նպատակներ ունեք, ծրագրեր ունեք, ասեք գամ ձեր կողքը կանգնեմ, արա։ Գամ ձեր կողքը կանգնեմ, ձեր հետ աջակից լնեք, այս պոռնկացիներին պատժի պատասխանատվության հարցերը լուծելու համար։ Չունեք, արա, սխալ բան եմ անում, արեք ասեք, ընկեր ջան, արեք նստենք հանվակը, գալիս եմ օպերա սա օրը, ամեն օրը ժամը 5-ը, գալիս է ես միշտ ընդեղ կանգնած եմ, մարդիկ գալիս են խոսում են որոշակի եւ այլն։ Հարցեր ունեք, նպատակներ ունեք, մարդ եք ձեզ համարում, պոռնիկ չեք, էությամբ, հա, եւ նաեւ կյանքով, մարդ եք, արեք հանդիպենք, խոսենք, քննարկենք, տեսնենք որն է ճիշտ։ Խելացի մեկը մի անգամ եկավ, այնտեղ կանգնած էինք, ասում է, պարոն Սիմոնյան, ասում է, մեր այս այբուբենից 10 տար հանենք, ասում է, մեր բյուջեն այսքան միլիարդ փող կլցվի։ Ասես նայում ես սրա երեսին, արա, ասում ընկեր ջան, մենք հիմա ինչի համար ես ասում, բայց ոնց ես դու խոսելուց որոշակի որ անվանումներ տալիս ես, այդ անվանումները խի ես տալիս, եթե 10 տար հանում ես, հա, բայց տարերը հանելուց հետո այդ բառերը ոնց ես արտասանելու։ Ասում եմ, մեր բյուջեն այսքան միլիարդ փող կլցվի տա, արա շիզոֆրենիկ են, ինչ են, մարդ չի հասկանում, արա։ Ասում եմ, ջան, մենք եկել ենք այս հարցով, դու եկել ես թե կալբասի մասին խոսում ես, որ ինչ, արա։ Կարող է խփնվել եք, արա, ազդել է վրները, սնունդով են վերացնում, են Վարդանի բան են, պատմություն են Վարդան Պետրոսյանի։ Ասում եմ, դնում էինք թասը, ծտերին կերեք գցում էինք, թփ ընկնում էին, երկրորդ անգամ այլևս մոտիկ չեն գալ։ Ղշերին թփ լցրեցին կուտը, բռնվեց փախը։ Ասում ես հավերին լցնում ենք, թփ ընկնման վրա են թասը, բռնում ենք, էլի կուտը լցնում ենք, գալիս այլի ուտմա թփ,
Հավը մեջն է։ Էլ ասում էր չեր փախնում։ Հասկանում եք, չեր փախնում ասում։ Հավ է քարա, ինչ է քարա, ես չեմ ջոգում, ասեք հասկանանք, արա։ Հիվանդությունը, ինչ է, ասեք բուժենք էս անտեր, արա։ Որդա մտե մեջները, հանենք արա, ստատկցնենք արա, մարդավայել, որ մարդկային հանդես գա, մարդավայել, մարդատեսկ ունենակ, ուղեղ ունենակ, արա, դնում են ոչնչացնում են, ցեղասպանում են, արա։ Կնիկների տնտանիքիդ, երեխեքիդ ոչնչացնում են, արա, ցեղասպանում են, հասկանում եք։ Վերանները բացում եք, խնդում եք, ուզում եմ, դեսեք Վարդան Պետրոսյանը բան է պատմում։ Ձեր վրա բերում է պատմություն, գոնե դուք հուզվեք, լացեք, արտասվեք, զգաք, որ արա ձեր նկատմամբ, ձեր մասին է խոսքը։ Վերանները բացում են, խնդում են, արա։ Ինչ ասես։ Մարդ պիտի գիտակցի, չէ, հասկանա, ունենա ուղեղ այդ անտերը ունենա, չէ, որ հասկանա իր մասին է խոսքը։ Վերանները բացում սս, հո, ծիծաղում են։ Ինչի համար։ Այն մյուս պատմությունն ասում է, թուրք եկավ, մորթեց, փրթեց, բան անեց, այս թազա թուրքեր են։ Այն նույն հավի պատմությունն է, հասկանում եք, վրա։ Դուք ծիծաղում եք ձեր վրա, արա։ Լավ, ինչ, ի վերջո, ես ուզում եմ հասկանամ, դուք ձեր վրա ասենց խաչ եք քաշել, ես է խաչ քաշեմ, ասեմ, սանասար, բաղդասար իսկականից, արա։ Հա? Զուք ջանդամ, արա, ջանդամ, որովհետև դուք եթե ուղեղ ունենայք, ես չէի ձեզ կանչի, դուք պիտի, դուք վազելով գայիք, բրա։ Ձեր երեխեքն են ափսոս, են մատաղ է սերունդն ափսոս, որ այսօրվա վրա դրել են այլասերուն են, ոչնչացնում են։ Արա ինքան բան կա խոսալու, սենց, որ խոսանք սենց հասկանում եք, ոչ օր ժամանակ չի հերիքի, հասկանում եք։ Ի վերջո մարդ եղեք, արա այս վերացման ցեղասպանության խնդիրա դրած։ 7 երեխուտեր, 4 երեխուտեր գալիս այն որչապետ են բոզի տղու մոտ, ասում եմ, տուն չունեմ, այդ տուն չունես արի միացի արա, այսքան էլիտար շենքերը սարքելն են, արա, ում համար են սարքել, մեզնից մեր պետությունից գողացված փողերով է։ Մեր պետությունից գողացված փողերով, արեք միացեք, արա։ Այս, տեսեք, այս աղանդավոր կառույցները որ կա, այս գարեգին բոզի տղեն որ կա, այս պուտանկ են, այս գյոթը որ կա այսօրվա, հա, ասում է կաթողիկոսն եմ հայոց, ինչ կաթողիկոս, այ պրաստիտուտ կա գյոթ, ինչ կաթողիկոս, արա, ում կաթողիկոսն ես, պիդր, դե արի կայնի մեր կողքը արա, ազգին հանի ոտի, ես է գամ քո կողքը կանգնեմ, արա, հա, ցեղասպանում են, այս այլասերված, այս Իշքան բոզի տղա պոռնկածին կա, ջհուդ թուրք, այլասերված պոռնկածիններ կան, կազմակերպություններ, որոնք քանդում են մեր ավանդույթը, մշակույթը, լեզվով, մեր քրիստոնեական եկեղեցու, այ պրոստիտուտ կա։ Քիչ ես բանանում ես գարեգին բոզի տղուն ասես, այ պոռնկածին արա։ Այս եկա գավազանն է, այսքան փող, այսքան տեղը, որ 11,000 տեր կա մեր Հայաստանում։ Այս պուտանկեքը ինչ են անում, արա մեր Հայաստանում, խիչ են գալիս միանում, սկսենք ազգային ազատագրական պայքարը, այս այլասերվածությունից հակաքրիստոնեական, սրանց ես չեմ ասում, չէ, լսում էինք, չէ, արեք միացեք, սրանց դեմ պայքարեն, ով է սրանց բերել, են կոմիտա սենց 9 ամսական հղեն գյոթը որ կա, մեր վարչապետը, ազգընտիր վարչապետ, այ պուտանկա, այ բոզի տղա, արա, լսում ես այ տղա, լսում եք, արա այ ոչնչություններ, արա, ինչ բան, արա, ինչ ազգընտիր, այ պիդր, լսում եք, արա, այսօրվա վրա ազգու պետությունը վերացնում է, ոչնչացնում է քո ավանդույթը, մշակույթը, լեզու, հոգևորը, սես պիդրներ ասում են, ազգընտիր, մեր վարչապետ, գարեգին բոզի տղա, Արամ կաթողիկոս պիդր լսում եք արա, մեր վարչապետը տո պիդրներ լսում եք արա, լսում եք ինչ եմ ասում, թքեմ ձեր երևույթ կոչվածի երեսներին,
Խի չեք գալի ազգի կողքը կայնեք չատլախներ, հա? Խի չեք կայնում արա, ազգ են կործանում արա, այդ պոռնկածիններ արա, խի չեք միանում արա, խի չեք ազգին համախմբվում, տանում պայքարի, արա ինձ տեղ տվեք արա, սա մենք եք պայքարում արա, ես գամ ձեր կողքը կայնեմ, այ բոզի ծնունդներ խի չեք գալի արա, հա? Ինչ եկեղեցի արա, ում համար ես այդ եկեղեցին պահում արա, որ ձեր պոռնկածին ընտանիքներին ճարպոտացնեք, հա, լափը տակ, շատ լափ եք արա, հա, ինչի մարեք արա դուք է, այ բոզի ծնունդներ արա է, այ թուրքի շինված պրաստիտուտ ջուդներ, խի չեք գանիս արա, խի չեք կայնում, ազգին խի ոտի չեք հանում արա, թքեմ ձեր երեսներին արա, ի վերջում եպա ձեր մեջ այդ մարդկային արթնանալու արա, ձեր գենետիկան փչացել, այլա սերվել, ձեր արա, ձեզ են ոչնչացնում արա, ձեր սերունդներն են ոչնչացնում, որ հասարակ թվաբանությունը, հասարակ գիտակցական է, չասեք արա, մարտի մեկ ես անում արա, բերթերում քանի անգամ ասեցի, այդ սութի գողական կոչվածներ, գողել, մեկ էլ ֆլավ, խի չեք բարձրացնում ես հարցեր ասեք արա, այսքան, բերթերի դուրը բաց է, այ բոզի տղա, այ փաշողլի ես, այ պիդր ես, ով ես, ինչ ես, խի եք սրան պատժ կանում արա, հա? Խի չեք պատժ կանում, մեր ազգին են, մաքուր տղեկին, որ ապորին են ստաց են, ասեն ոնց ուզում, հա, ներում է, բադ այդ դռները բաց քրեակատարողական հիմնարի, պատժ կա եք անում, ես պիդրին արա, հա? Բայ ձեր ես ընկերները նստած են, անմեղ տեղը նստած են, նեղության մեջ է, ձեր այս նեղության մեջ ընկած տղեկի միջոցով, այս բոզի վաստակները փող են աշխատում, հասկանում եք, ամեն մի կամերի մեջ 22-23 հոգի մարդ է լծված, արա, ոչ պայմաններն են նորմալ, ոչ ծնունդն է նորմալ, կեսից շատն էլ ապորինի անօրինական կալանված են, խի ձեն չեք հանում արա, ասի գալիս եմ ձեր կողքը կայնեմ, խի ձեն չեք հանում արա, մաքուր տղեք է, խեք բալ լրվի արա, մաքուր չկա մեջներ է, քանի անգամ եմ դեր այդ հարցը բարձացրել, մաքուր տղենք էթա պիդրի կողքը կկանգնի արա, պիդրի շահերը կպաշտպանի, հա արա, լսում եք արա, Շատ չնչին ժամանակ է մնացել, այս բոզի տղու դեմը դրված է տարածքների վերադարձի խնդիր, ոչ մենակ Արցախի, այլև ամբողջ Զանգեզուրի, նաև Հայաստանի, Հայաստանը արդեն վաճառված է, բոլոր համակարգերով, տնտեսությունով, արդյունաբերությունով եւ այլն, համակարգ գոյություն չունի, սրանք բոլորն են գործակալներ են, արդեն իրանք բերնով արտասանում են դա, հասկանում եք, եւ ստեղ կոնկրետ արդեն փաստ է, ու այդ փաստի միջոցով բոլորը պետք է պատասխանատվության կանչվեն, պատժի միջազգային օրենքներով գնդակահարության, կախաղանի, միացեք արա, չեք ուզում նորմալ ապրել, այս սաղ էլիտար, ովքեր ես դուրս են գալիս, պաժար են իրանց տալի, մի պաժար տվեք, ես պոռնկածիներին սատկացրեք, խեք ձեզ պաժար տալի արա, բողոքում եք, արեք միացեք արա, ձեզ համար են կռիվ տալի, այս բոլոր էլիտար շենքերը, բոլորը մեր ազգից, մեր պետությունից թալանված գումարների, հարստությունների հաշվին է կառուցվել դա, սրանք ձերն է, այս Սիրիա-Միրիայից եկածներն է, մի քանիսը կապիկություններ են անում, արեք միացեք արա, խի չեք գալի միանում է, ասում եմ արա, սա մերն է, մեր ազգինն է, մեր սեփականությունն է, և հանքերը, և էներգոհամակարգերը, և տրանսպորտ, և կապ, և ջուր, և կոնյակի գործերան, գինու, բոլորը սրանք մեր պետության, մեր ազգինն են, հասկանում են, ինչ դոդ, ինչ ֆլան, ինչ ֆստան, արա, հասկանում եք արա, ես իրանցը չի արա, միացեք սաղի, գլուխները ջարդեք արա, եսի ձերն արա, հասկանում եք, ես ձերն է,
Մեր ազգինն է, մեր պետությանն է։ Միացեք արա, խիչ եք միանում։ Որ դուք ոչխար չեք արա, օղջար եք արա։ Ժամանակ քիչ է մնացել, վաղը մյուսօր ուշա լինելու։ Վաղը մյուսօր ուշա լինելու, սա դեպուտանկեքով, մեպուտանկեքով, դադաղալ, սրանք սա գործակալներ են։ Սրանք բոլորը այլ պետությունների գործակալներ են։ Խերժոյով, Կորլևոնով, Ռոբիկ Քոչարյանով, մնացածով հանդերձ։ Իրենց նախկի եւ այսօրվա համակարգերով հանդերձ։ Սրանք այլ պետությունների գործակալներ են, որոնց նշանակել է, տեսեք ինչ եմ ասում, նշանակել է, որ ձեզ վերացնեն, ձեր ընտանիքները ցեղասպանեն։ Ու դա միայն ստեղի բանի չի վերաբերում։ Են ասում եմ մեծահարուստ կոչված այդ անասուններին էլ են վերացնելու։ Պարզապես հերթը նրան չի ասել։ Բայց նաև ցեղասպանում են ձեզ։ Ցեղասպանում են։ Միացեք, դեռ ժամանակ կա։ Քանի որ ամեն ինչը չի ոչնչացված։ Հաջողություն ձեզ։